Հոգով ընթացեք ու մարմնի ցանկությունը մի կատարեք, որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին մարմնի հակառակը, և քանի որ սրանք իրար հակառակ են, չանեք այն, ինչ կամենում եք, բայց եթե հոգով եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Անհնար է սուրբ կյանք ապրել առանց Սուրբ Հոգու։ Սրբությունը միայն մեր ջանքերով անհասանելի ու անիրականանալի է, և միայն Սուրբ Հոգու անմիջական ներգործությամբ և առաջնորդությամբ մենք կարող ենք դրա մեջ ընթանալ։ Մարմնի ցանկությունները զորավոր ուժով մեզ քաշում են դեպի վար, բայց Աստծո Սուրբ Հոգին ավելի զորեղ է։ Սրբության մեջ քայլելու համար պետք է քայլենք Նրանից կառչած ու Նրա վրա հենված դեպի վեր, դեպի Աստծո նպատակները։ Սրբությունը ոչ թե ավելի շատ ջանք թափելու մասին է, այլ ավելիով Աստծո Հոգուն հանձնվելու մասին է։ Պետք է հանձնվենք Հոգու առաջնորդությանը, դիմադրելով մարմնի ձգողականությանը և ընդունելով այն պտուղը, որ Նա արտադրում է մեր մեջ։ Առանց Աստծո Հոգու մենք ոչինչ չենք կարող անել։ Առանց Աստծո Հոգու մենք կնմանվենք առագաստանավերի, որ ծովի վրա ծփում են առանց քամու։ Դա անօգուտ է։ Եկեք զգույշ լինենք, որ չմարենք, չհուզենք կամ չվշտացնենք Սուրբ Հոգուն մեր կյանքում և զգուշանանք այնպիսի վարք և վերաբերմունք ունենալուց, որ կխանգարեն Նրա աշխատանքին։ Ով Տեր, օգնիր ինձ քայլել համահունչ Քո Սուրբ Հոգու հետ ամեն օր և ապրել մի կյանք, որ գոհացնում է Քեզ։ Ամեն։